Ողջույն բարեկամներ, շնորհակալ եմ միանալու համար, շնորհակալ եմ ձեր օգնության համար, չմոռանաք օգնել ալիքին այս կարևոր գործունեությունը շարունակելու համար։ Եթե իհարկե համարում եք այս գործունեությունը կարևոր, ես ուզում եմ ասել, որ այսօրվա նորությունները շատ են, շատ կարևոր են, մեր հետագա քայլերը որոշելու, պլանավորելու եւ հասկանալու համար ինչ է կատարվում աշխարհում եւ որտեղ ենք մենք եւ ինչ պետք է անենք։ Հարթումը ուզում եմ սկսել ձեզ հիշեցնելով մի շատ կարևոր բանի մասին։ Սրանք են ապագան, Ալիև Էրդողան։ Ընտրելով ՔՊ դուք ընտրում եք Ալիև ու Էրդողան։ Թող ոչ մեկ չնեղվի, թող ինչ չասի, եթե ես մտածում եմ Ալիև Էրդողանը լավը չեն, ուրեմն ռուսներն են լավը։ Թող հանկարծ այդ մոլորության եւ այդ ծայրահեղության մեջ ոչ մեկ չընկնի։ Բայց այն ինչ որ իրականացնում է Փաշինյան Նիկոլը, սա ուղիղ Ալիևի եւ Էրդողանի երազանքների փաթեթն է, որովհետեւ նույնիսկ Ռուսաստանից մենք երբևէ չենք ունեցել պահանջ ուրանալ Մասիսը, ուրանալ Արցախը, ուրանալ պահանջատիրությունը, փոխել սահմանադրությունը։ Սրանք ռեալ իրականություններ են։ Ոչ թե նրա համար, որ Ռուսաստանը մեր բարեկամն է, ուղղակի Ռուսաստանի օրակարգի մեջ դա չկա, դա զուտ թուրքական օրակարգն է։ Խնդրում եմ չընկնել մոլորությունների մեջ եւ հանկարծ չմտածել, որ ասելով որ թուրքերը վատն են, ես ասում ռուսները լավն են։ Ես ընդհանրապես ասում եմ, որ գեր տերությունները ինչ պահանջներ ունեն ներկայացած Հայաստանի Հանրապետությանը։ Եվ այս տականքը փաստորեն ամբողջությամբ իրականացնում է թուրքական հարյուրամյա երազանքներն ու ծրագրերը։ Եթե կամ միջև հիմա մեկը որ կասկածում է դրա վրա ես իրան ցավակցում եմ։ Ես նաև ցավակցում եմ Փաշինյան Նիկոլին, որովհետև մեկ օրվա մեջ երկու կարևոր հայտարարություն։ Փաստորեն այս երկու հայտարարությունները հիմա որ դնենք իրար կողք, կստացվի, որ աշխարհի լուրջ կառույցների համար Փաշինյան Նիկոլն ու Ալիևը նույն որակի հանցագործներ են։ Այո, նույն որակի։ Փաստորեն լուրջ կառույցների համար Ալիևն ու Փաշինյան Նիկոլը դրվում են նույն հարթության վրա։ Երկուսն էլ որպես թշնամի հայ ազգի, հայ ինքնության, եկեղեցու, հայկական ինքնիշխանության, մի խոսքով հայ տեսակի համար։ Երկուսն էլ համարվում են թշնամի։ Եվ այսպես Նիկոլ Փաշինյանը հասավ նրան, որ ինքը հայտնվեց Ալիևի հետ նույն սանդղակի վրա։ Ինչ ունենք մենք Լեմկինի ինստիտուտից, որ հիշեցնում է Ալիևը ժամանակակից հոլոկոստի իրականացնողն է։ Ալիևը ցեղասպան գործիք է։ Ալիևը ասել է թե ռազմական հանցագործ է։ Ալիևը իրականացնել է եւ իրականացրել է էթնիկ զտում եւ նրա տեղը Հաագայի դատականումը, ինչպես նաեւ Նետանյահուի։ Ես ասել եմ, դրանք նույն աթոռին են նստելու։ Նետանյահուն, Ալիևը, Պուտինը, հետն էլ նաեւ Փաշինյան Նիկոլը դրանց ծրագրերը իրականացնելու համար։ Արդեն հայկական հողում իրականացնելու համար։ Մյուս կարևոր հայտարարությունը, որ ձեզ ունեմ ներկայացնել, դա մասին երեք ասել եմ, բայց նորից հիշեցնելու համար, այս երկու կարևոր իրադարձությունները իրար կողք դնելու համար, որ ամերիկյան կրոնի ազատությունները երաշխավորը հանձնաժողովը արձանագրում է Փաշինյանի արշավը, Փաշինյանի հանցագործությունները հայ առաքելական եկեղեցու վրա, որը որակում է որպես հարձակում, անօրինական հարձակում։ Ասել է թե խախտված է ամենակարևոր իրավունքը, մարդու իրավունքների մեջ ամենակարևորը կրոնի իրավունքը, մասնավորապես այնել հայ առաքելական եկեղեցու, որը Հայաստանի 1700-ամյա հոգևոր ինստիտուտն է։ Այնպես որ Փաշինյան Նիկոլ, տես ինչ է ստացվում։ Եվ դու եւ կոլեգա քո դե Էրդողանը ավելի խելոք է, քան այս Ալիև կոչվածը, եւ նա աշխատում է այդ խաղերի մեջ առանձնապես չերևա։ Ուրեմն պետք է արձանագրենք, որ պահից, որ Թրամփը, Նետանյահուն անկամ ու նրանք արդեն ընկած կարգավիճակում են, սենց այն հայերեն խոսքա չի կոչվում օլոմբա, սենց կիսականոնած են արդեն, էլի դեռ չեն ընկել, բայց ընկնելու վրա են, ասես մատ է մնացել, ոսես կողքից կպնի ու հաստատ մատով չէ, հրթիռով է կպնելու դրանց։
Մի խոսքով, այն պահից որ դրանք վերացան քաղաքական ասպարեզից, դու դառնում ես Հաագայի տրիբունալի կլիենտ Ալիևի հետ միասին։ Եվ արդից օգտվելով իմ դիտողներին ես ուզում եմ տեղեկացնել, որ ես ուզում եմ իրականացնել այն ինչ որ ես անում էի տարիներ շարունակ։ Փաշինյան Նիկոլի հանցագործությունների ցուցակի օրեկան պարբերական ձևով դրանց հավաքագրում։ Ես ունեի մոտ 1000-ից ավել հանցագործություններ արձանագրած միջև պատերազմ, 1000-ից ավել արձանագրություններից հետո հանցագործություններ պատերազմից հետո միջև 23 թիվ եւ ի վերջո հոգնեցի արդեն հազարավոր ապացույցներ հավաքելուց դադարեցի անել, բայց այսօր ես ուզում եմ դա վերականգնել, բայց մի քիչ ուրիշ ֆորմատով, ասեմ ինչու նա բանը։ Այն ամեն ինչ էսը որ մենք այսօր կլսենք Փաշինյան Նիկոլի հայտարարությունների մեջ, դրանք բոլորը իրենց մեջ կրում են հանցագործություններ։ Ես հիմա դրա մասին հատած խոսալու եմ, բայց այս հանցագործությունները ես չեմ ուզում մենք ֆիքսենք անցնենք առաջ։ Ես այսօր խոսացել եմ մեր ընկեր իրավաբանների հետ եւ սենց է իրավիճակը։ Ես դա չեմ կարող անել իմ ժամանակի խտության եւ մասնագիտական առումով, որտեղ ես չեմ ուզում ընդհանրապես հավաքագրել։ Ես դա ուզում եմ լինի օրենքով հիմնավորված, հոդվածներով, հղումներով, հետևանքներով, հա, հիմնավորված գրագետ իրավաբանորեն, բնականաբար ես դա չեմ կարող անել, ինչ որ ես անում եմ, սա ընդհանրապես մեջ բերում եմ իրենցից, հա, սա իրենց աշխատանքն է։ Իսկ դրա համար պետք է աշխատախումբ ստեղծել, որը 18 թվականից առ այսօր սրա բոլոր հանցագործությունները հղումներով, խոսքերով, մեջբերումներով առ այսօր ոչ թե էպիզոդային, այն ինչ որ մենք ունենք, էպիզոդային իր նկատմամբ քրեական հավատույթի դիմում ենք ներկայացել, սահմանը խախտելու, սահմանադրությունը խախտելու, մարդկանց սեփականությունից զրկելու եւ այլն, կան այդ քրեական գործերը, բայց այս ամեն ինչը միտեղ ունենալու ընդ որում նաև այսօրվա, որին մենք անդրադառնալու ենք, այսօրվա խայտարակ հայտարարությունները իրականացնելը, որը վերցել է գնդացին ու կրակում է իր ոտերին։ Այս ամեն ինչը պետքա կազմվի այս քրեական գործերը, case կոչվածը, հա, եւ օրվա ռեժիմով թալմացվի, որտեւ սա օրվա ռեժիմով անում հանցագործությունները։ Ինչա տալու դա մեզ։ Մենք նախապատրաստում ենք Նյուրնբերգին ապագա եւ ամենակարևորը օրվա ռեժիմով մենք ցույց ենք տալի բոլոր այն տականքներին Երևանից մինչև Լոս Անջելես բոլոր տականքներին առանց բացառությամբ ով չի նկատում Փաշինյան Նիկոլի հանցագործությունները եւ աջակցումը կամ կատարյալ ապուշա, որ այնքան անուղեղը որ չի հասկանում, կամ կատարյալ սրիկա մեջտեղը համոզմունք ճշմարտության որոնում բան չկա, որովհետև նույնիսկ երթվալ նիկոլականներն են հասկացել, որ սա արդեն դուրս է եկել լոգիկայի մեջ դավաճանության թույլատրելի սահմաններից։ Ինչ եմ ասում լոգիկայի մեջ թույլատրելի դավաճանության, որովհետև ցանկացած օրենք ունի մինիմում եւ մաքսիմում, հա։ Այդ երբ որ դու տարածքում ես աշխատում քո մանևրելը, այդտեղ քեզ բռնելը այդքան հեշտ չի, դա արդեն մեկնաբանության հարց է, բայց երբ որ դու տեղից դուրս ես գալիս, սկսում ես ակնհայտորեն բանը խախտել, դժվար է դավաճանության հանգամանքը տեղ թաքցնելը։ Եվ այսպես, ինչ եմ ես պլանավորի եւ առաջարկում եմ։ Մեզ պետք է իրավաբանների խումբ, առնվազն 5-6 հոգանոց։ Կգտնեմ, ես դա կանեմ Հարություն Բաղդասարյանն այնտեղ օր ու գիշեր աշխատում, ուղղակի ինքը ֆիզիկապես չի հասցնում իր հիմնական գործի հետ միասին նաև անել այն ինչ որ պետք է, բայց պատրաստակամություն կա։ Մեզ պետք է ունենալ աշխատանքային խումբ։ Եթե մարդիկ կան, որոնք իրենց վերակը վերցնեն այդ աշխատանքային խմբի կազմակերպման ընթացքային հարցերը լուծելու օգնություն տալու համար, ես սիրով կօգնեմ դառնամ այդ բանի մատորը եւ օրվա ռեժիմով ես ձեզ կներկայացնեմ հերթական ինչ հանցագործությունն հիմնավորված ինչ օրենքների հիման վրա ես օրեկան բանը ռեժիմով կտամ բոլոր ապդեյթները ես դա կանեմ սիրով բայց դա էլ վերցնելին վրա դրա համար գումար հավաքել տեղ գտնել հավաքել իրանց կոորդինացնել ես ֆիզիկապես ուղղակի չեմ կարող բայց արդյունքների մասին զեկուցել մեծ հաճույքով ես հիմա առաջարկում եմ ովքեր դիտում են ովքեր պատրաստ են գրեք ինձ միասին դա իրականացնենք մեկ դա մի օր անելու ենք ես ուզում եմ այսօր սկսենք եթե այսօր սկսենք մենք շատ բաներ կարող ենք կանխել ամեն օր ռեժիմով ցույց տալով սրա հանցագործ լինելը պրոպագանդոնների բերանը փակվում է դրանով
իրանք դառնում են ուղղակի խոսելի։ Ինչ առումով, որ օրական ռեժիմով, եւ դու ցույց ես տալի այս հանցագործությունները, դու իրաց կաշկանդում ես, իրանց չնկատելը դառնում է հանցակցություն։ Չնայած արդեն հանցակցություն է, բայց երբ որ դու օրական ռեժիմով դու արդեն դա մասին ասում ես, իրանց գործը դժվարանում է։ Հիմա գնանք առաջ։ Եվ այսպես, այսօրվա հարց ու պատասխանի ժամանակ գերագույն գլխավոր ճիվաղը որոշել է, որ ինքն արդեն որոշում Հայաստանում ով լինի տնօրեն, ով չլինի տնօրեն, հա ինքը ասենք SMS-ներով կարա ոչ միայն ԲԴԽ նշանակի անջատի, լավ ասեցի, չէ անջատի, հա դրանց անջատել է իրոք։ Այո, ԲԴԽ նշանակի ու անջատի, հա եւ իրեն թույլ է տալի ամբողջ պետական համակարգում ինքը վերցնի, որոշի ով իրավունք ունի աշխատելու, նույնիսկ մանկապարտեզի տնօրեն աշխատի թե չէ, եւ հիմա անցել է ցեղասպանության թանգարանի տնօրենին։ Ես չեմ կարծում, որ թանգարանի տնօրենը, որը շատ սահուն տեղավորվել էր ԿՊԵ-ականների միջավայրում եւ իրան այդքան էլ վատ չէր զգում, ինքը չէր սպասում, որ նման արձագանքի արժանանալու։ Որովհետև ես ասել եմ միշտ, այդ համակարգում կան աշխատողներ, որոնք տեղավորված են ԿՊ համակարգի մեջ, բայց ոչ բոլորն են պատրաստ դառնալ այն աստիճան տականք, որ կարողանան պատրաստ լինեն իրականացնել բացառապես թուրքական քարոզչություն եւ ծրագիր։ Դա ամեն մարդու բան չի։ Այո, եւ թանգարանի տնօրենի համար էլ դա շատ բարդ էր բարձվեց, հա։ Ես վստահ եմ, էլի լինելու են մարդիկ, որոնք հասկանալու են, լսի, այս համակարգի մեջ եթե դու ուզում ես մնաս, Նիկոլյա, դու պիտի պատրաստ լինես ծայրահեղստորության, ինչպես ասենք Պետրոս Ղազարյանը իր երեխու մոր հետ, հա, սկինել լեզու չի ֆորմ ասեմ։ Մի խոսքով, եւ այսպես ինչը հայտարարում գերագույն գլխավոր ճիվաղը, որ Վենսին Արցախի մասին գիրք նվիրելը համարել է, ինքն է համարել կառավարության, քաղաքականության հակառակ, սադիժ գործողություն նույնիսկ, եւ խնդրել, որ ցեղասպանության թանգարանի տնօրենը հրաժարական տա։ Նախ խոսեմ քաղաքականության հակառակ, ինչ է նշանակում քաղաքականության հակառակ։ Այ հիմա էլ պետք է այդ իրավաբանների խումբը, որ այսօր հայտարարությունով հանդերձ գարացեր, տա կանք այդ կառավարության հակառակ դու ես հիմա հայտարարություններ անում, որովհետեւ այս մասին ոչ մեկ չի խոսալու։ Ես եմ այսօր զանգել Արություն Բաղդասարյանին, ասել լսի, ինձ ասա էլ ես հանցակազմ եմ տեսնում, որտեղ ասते հանցակազմը, որտեղ պետք է հղում անեմ եւ շատ բարձրացած որ կառավարությունը 21 թվականի իր կառավարության ծրագրի մեջ ինքն է ներդրել Արցախի հարցը։ Այսինքն Արցախի հարց, որ կա, Արցախ Հայաստանի պետքա պաշտպանության տակ լինի եւ այլն եւ այլն։ Դա կառավարության ծրագրի մեջ է, ընդ որում, այս տականքի ձեռով մցրած, ընդ որում, այդ ձայները ինքը որ ստացել է, նաեւ ստացել է դրա համար։ Եվ հիմա ինքը ինչ որ հայտարարում է, այս սա է կառավարության քաղաքականության հակառակ, որը ամրագրվել է 21 թվականին։ Եվ այսպես սրա հանցագործությունները այսօր ուղղված են այս կառավարության ծրագրի դեմ, բայց այս մասին ձեզ ոչ մեկ չի ասելու, որովհետև այն էլ որ գիտի նա լսարան չունի կամ ժամանակ չունի կամ չի ասել մտածել կամ էլ մտածել է, բայց մտածում է ում է սա հետաքրքիր, իսկ այս ամեն ինչը շատ կարևոր է։ Շատ կարևոր է, որովհետև սրան պետքա պինցետով բռնել ամեն օր իր այդ Նիկոլի մեջից, այս Նիկոլի գնդի մեջից հանել, ցույց տալ, որ սա այն ճիճունա, որ թավալվում է Նիկոլի գնդի մեջ, հետո նույն պինցետով նորից մտցնել իր նորմալ միջավայրը, բայց անընդհատ հանել ցույց տալ, որ ինքը ճիճունա այս միջավայրի մեջից, որ ինքն է կառավարության քաղաքականության հակառակ այսօր հայտարարություններ անում, ոչ թե ցեղասպանության տնօրենը։ Ցեղասպանության թանգարանի տնօրենը իրականացրել է այն, ինչ որ կառավարության որոշումով հաստատվել է 21 թվականին։ Ոչ մի ավել բան։ Եվ դրա հետ կապված որոշումներ կան, գրքեր կան, սա պատմություն է, եւ մի հատ ճիվաղ, մի հատ ոչնչություն իր բովանդակությամբ եւ կենսագրությամբ չի կարող փոխի ոչ պատմություն, ոչ բովանդակություն, ոչ մի բան չի կարող փոխել։ Եվ ընդամենը ինքը ստիպում է, որ մարդիկ խոսան։ Ես ուզում եմ ոչ թե հիմա ես արտահայտեմ, թողեմ թո Տաթևիկ Այրապետյան ասի։ Ուղիղ տեքստով ասում եմ, ես Ալիևի մարդն եմ, այլ կերպ ասած կոլաբորանտ եմ։ Արա ոնց ասել որ հասկանանք։ Կամ հեռացնում եք, քանդենք պետությունը կուսակցությունը, կամ Հայաստանից հտարնել չենք թողի, քաղաքացիներն են այս հարցը լուծողը։
Սա բնավ չափազանցություն չի, այս նկարը ես մոլով սկսեցի, սա չափազանցություն չի, սա իրականությունն է, սա է մեզ սպասում, սա է վերջնանպատակը։ Եվ այն մարդիկ, ովքեր չեն հասել մտքով ու գաղափարապես կամ գաղափարապես կատարյալ ինֆանտիլ են, հայերեն ասած դեբիլ կամ կատարյալ տականք։ Ուրիշ տարբերություն, մեջտեղը ոչ մի բան չկա։ Չհասկանալ Փաշինյան Նիկոլ ինչ է անում, ոնց կարելի է։ Ուրիշ բան, եթե չգիտեն այն ինչ որ ես հիմա ասում եմ, մարդիկ ամեն մեկը չի մտածում կառավարության ինչ ծրագիր կար 21 թվականին ընդունած կամ սրա հայտարարության մեջ որտեղը քրեական տարը։ Հենց իր հայտարարությունն է։ Հենց ինքը վերեշելա, որոշելա միահեծան որոշի կառավարության ծրագրի փոփոխություն։ Դուք պատկերացնում եք ինչ է նշանակում սա։ Դու ձայները ստանում ես մի գործի համար։ Դու ներկայացնում ես կառավարության ծրագրի ստանում ես հաստատություն, հենց դառնում ես վարչապետ, սկսում ես հակառակն անել, վերջ արդեն քո լեգիտիմությունը գոյություն չունի։ Եվ քո գործողությունները արդեն դիտարկվում է որպես կառավարության ծրագրին հակառակ գործողություններ։ Սա հանցագործություն է։ Դու չես կարող մենակ արտաքին քաղաքականություն որոշել։ Հասկացա՞ց ճիվախ։ Եվ քիչ ճիվաղներ, գնանք անցնենք հաջորդին։ Նույնիսկ սրա գովքով զբաղված, սա կեղտերը թաքցնող Թաթուլ Հակոբյանն է գրում, զարմացած։ Որովհետև երբ Թաթուլ Հակոբյանն էլ պատրաստ չի վերջնականապես դառնալ Նիկոլ Փաշինյան, ասում էս արանքի մեջ լողալ, այո, կարելի է բարոյական պատասխանատվություն կրելով, բայց արդեն քրեական գործ է։ Ինչ է գրում Թաթուլ Հակոբյանը, բարձրացնեմ դուք էլ կարդաք։ Ինչքանով հասկանում եմ, Հայոց Ցեղասպանության Թանգարան ինստիտուտի տնօրենի ամենափոխնախագահային այս հատորն է փոխանցել, որ կա նաև Անի կենտրոնի գրադարանում։ Մեր գրականագետներից Արա Քետիբյանը այս հատորը կազմել է բացառապես ամերիկյան մամուլի հրապարակումներից։ Եթե սա սադրանք է, ապա ինչ ասել Արցախը Հայաստան է եւ վերջ հայտարարությունը անողին կամ Շուշիում պարողին։ Տրամաբանական հարց է։ Ինչ ասել է տականքին է դեպքում։ Նույնիսկ եմ կրկնում։ Սա գրում է մեկը, որ միջև երևի 1 տարի առաջ արդարացնելու ձևեր է գտնում ցանկացած գործողության, ցանկացած հանցագործության, որ կաներ Փաշինյան Նիկոլը։ Բայց քան ես գիրքի ինքն էլ մեջը բան ունի, աշխատանք ունի արած։ Սա արդեն հասել է նաև իրան։ Եվ ինչ է նշանակում արդեն Արցախ բառը։ Բայց գնանք առաջ։ Սրանից առաջ ինչ էր ասում։ Արցախը մեր հպարտությունն ու մեր ինքնությունն, մեր սեր։ Սա նաև էս խոսքերն ասողն է։ Սա նույն բանն է, նույն մարդն է, կներեք որ մարդ եմ ասում, նույն բանն է։ Սա մարդ չի։ Սա լսենք։ Եվրոպական պարլամենտում դա երեկվա ելույթը եւ այսօրվա ելույթները ինձ վերում է մի համոզման։ Նախ հարց եմ ինքս ինձ տալի, սա ինչու է վերցրել ու մատը մցրել մերվի փետակի մեջ ու բզբզում։ Որովհետեւ երբ որ դու ընտրություններից առաջ դու ուզում ես մարդկանց ձայնը ստանալ, դու սկսում ես խաբել մարդկանց, գոնե։ Ինչպես ասենք թոշակների բարձրացումով փորձես խաբել։ Հետո մենք պարզեցինք, որ դա պաշտպանության նախարարությունից բյուջեն վերցրել է 2 ամսով, կպցրել է ու հունիսից հետո ունդեղ խոստացել է, որ սա վերականգնելու եմ հունիսից, այս տականքին լսեք։ Պաշտպանության բյուջեից այս 2 ամսվա ծախսերը վերցել է տվել աստե, որպես ընտրակաշարք, նրանց խոստացել է, որ ես այն ինչով որոշել ենք հունիսից կանենք։ Հունիսից, այս 5 ամիսը մոռացեք։ Հունիսից կվերականգնեն, որտեղ հունիսի ընտրություններից հետո յանչին է պետք թոշակառուներ։ Տեսավ սա չի անում, չի աշխատում ոչ մի ձև, էլի վերադարձավ իր օրակարգին։ Որն է իր օրակարգը։ Դա ժողովրդի աջակցությունը չի, ինքը հասկացել է, որ սա ունի, կներեք, որ արդեն բան չկա, մի ձև պետք է արտահայտվեմ, թե չէ սիմպակ ստանամ։ Հասկանալով, որ արդեն ոչ մի բան չունի, էլի վերադառնում է իր օրակարգին։
Որն է իր օրակարգը, բավարարել ոչ թե ընտրողին, որ իրանց դեմ պետք է տա։ Որտեղ ինքը տեսնում է, չէ՞ որ ձայն չունի։ Չէ՞ որ ես ամեն օրվա ռեժիմով ներկայացնում եմ ովա ինքը, այսօր էլ ներկայացնեմ։ Մի քանի պոզայով։ Վերադառնում է իր տերերին։ Պահեք ինձ Էրդողան եւ Ալիև, որովհետեւ եթե ես չլնեմ, լինելու է Արցախի հարց, լինելու է պահանջատիրության հարց, լինելու է հետևանքները բոլոր։ Սահմանադրությունը չի փոխվելու, այսինքն այն ծրագիրը, որ ես խոստացել եմ ձեզ, որի համար շռայլորեն վճարվել եմ ու մինչև հիմա հանդուրժվել եմ որպես Հայաստանի վարչապետ, մենակ ես կարամ, մենակ բացառապես ես կարող եմ հասցնել ավարտի։ Ժողովուրդը հասկանում եք, տեսնում եք ինչ անում, տեսեք, ես էլ ձեր օրակարգն եմ տանում, ընդունելով ալամաշխարհի քֆուրներն ու անեծքները ին վրա։ Եվ այսպես ինքը հասկացավ, որ եթե մի բան էլ կարող է իրան պահի, դա ադրբեջանական եւ թուրքական փողերն ու ագրեսիան է։ Վերադարձավ իր հիմնական օրակարգին։ Ուրիշ բացատրություն ստեղ չկա։ Ես ուզում եմ լսեք այս հարցերը, որ հասկանաք ինքը իր մասին ինչեր է լսում։ Որ Ղարաբաղյան շարժում չկա, երբ որ երկրի վարչապետը ասում է, որ Ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին Արցախյան հիմնահարց թեմայով գիրք նվիրել ինչ անշանակում։ Այս Իժան թվում է ինքը գերագույն օրենքն է։ Տեսեք, այսա հիմա այդ որ խումբը լիներ եւ աբանդերի կվերցներ, կասեր վարչապետը ուզուրպացել է իշխանություն, ինքը որոշել է, որ Ղարաբաղի հարց չկա, եւ սա դիտարկում է որպես հիմք մարդուն աշխատանքից հեռացնելու համար։ Սա կոչվում է իշխանության ուզուրպացում։ Խնդրեմ, գնաց քրեական հոդվածը վրան։ Հերթական ու այս հարցին պետք է ցանկացած տականք, որ TV-ով կամ ինտերնետով բերանը բացում է, այս ոչնչության պաշտպանելու համար պետք է այս հարցի պատասխանի։ Դե ասա տենամ այ ոչնչություն վարձկան։ Ով է ինքը որ որոշի Ղարաբաղի հարց կա թե չկա, եւ ով է ինքը որ սրա մասին խոսացողին աշխատանքից հանի, ցույց տու որտեղ է ամրագրված օրենքով։ Բարձա։ Այս համար է պետք է աշխատանքային խումբը։ Տեսնենք էլ ինչ է ասում այս ոչնչությունը։ երկրում քանի հոգի կարա արտաքին քաղաքականություն վարի։ Դեստականքին ասեք, որ արտաքին քաղաքականություն դու չես վարում, ոչ էլ այդ գիրք տվողն է վարում։ Գիրք տվողը դա տալիս է այն ինչ որ տպագրված է Հայաստանում։ Տալիս է այն գիրքը, որի համար ինքը ստեղծված որպես բան թանգարան ինստիտուտ։ Ինքը տվել է ցեղասպանության մասին, իր պատմության մասին գիրք։ Ինքը չի տվել գիրք ինչպես պայքարել աբորտների դեմ։ Այլ որ պայքարած են այն ժամանակին, քո նման վիժվածքը չէր ծնվի։ Հասկանում ես։ Չէր ծնվի, էլի։ Լսենք դաշնակցությունը։ Ինչի լուծարում։ Ով ասել ձեզ, ինչ կապ ունի մեկը մյուսի հետ։ Հայաստանի Հանրապետությունում արտաքին քաղաքականություն վարում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Դե գնա կառավարությունը թող վարի արտաքին քաղաքականությունը։ Տնօրենը քաղաքականություն չի վարում։ Տնօրենը տալիս է իր թանգարանի բովանդակության մեջ եւ Հայաստանի պատմության մեջ բովանդակության մեջ եւ Հայաստանում տպագրված իրականության մասին գիրք։ Դուք հիմա հասկացաք այս տականքներն ինչի չեն ուղեկցել J.D. Vance-ին։ Հա? Եվ նա հասկանում եք ով է այս տականքը եւ ինչ է իրականացնում։ Խնդրեմ։ Եվ ով որ Հայաստանի այն պետական պաշտոնյան, ով որ կառավարության վարած արտաքին պետական պաշտոնյա չի, անասուն թանգարանի տնօրենն է։ Նա պոակի տնօրենն է։ Պետական պաշտոնյա չի, դա քո կառավարության անդամ չի, ողորմելի չնչին արարած։ Այս տարական հարցերը դեբիլին բացատրեք։ Այ որ հիմա լիներ այդ իրավաբանների խումբը, կտա ինչա նշանակում պոակի աշխատող եւ կառավարության, բանը ինչ ասես, պետական աշխատող։ Դրանց տարբերություն կդներ դեմը եւ կասեր դու ինչ լիազորություններ ունես նրան նկատմամբ եւ որ դեպքում դու կարող ես նրան ազատել աշխատանքից։ Հիմա տնօրենը հանգիստ կարա չազատվի աշխատանք, հանգիստ կարա դիմում չգրի։ Երկու հատ այսպես մատ ցույց տա, նստի իր տեղը։ Արեք բռնեք։ Դայեք բռնեք, որտեղ դու այդ լիազորությունները չունես, արա կորուսապարկները չեն։ Նույնիսկ եթե կորուսապարկներն են, դու չես կարող մարդկանց նշանակես ու հանես։ Հասկացա՞ր։ Սա
քո դուքյանը չի։ Այդ խումբը դրա համար է պետք։ Քաղաքականությանը հակասող բանկասի պետք է ազատվի աշխատանքից, այդտեղի Տեսակ հակասող Արցախի մասին խոսելը պետականության քաղաքականությանը հակասողը վաղը այս անառակի ծնունդը ասում եմ ես քանդելու է երաբլուրը։ Դուք պատկերացնում եք, եթե Արցախ բառը պետականության քաղաքականության հակասողը վաղը պահանջատիրությունը սահմանադրությունից անելուց հետո քանդելա տալու ծիծեռնակաբերդը, որովհետև սա պետական քաղաքականությանը հակադարձող բան է, սա սովետական շինություն է, սովետն է սա օգտագործել Թուրքիայի դեմ, մենք հիմա բարեկամներ ենք։ Սա է սպասվում։ Ուղիղ սա ոչ ավել ոչ պակաս։ Ու նույն հիմնավորումներով, որովհետև ընտրվելուց հետո արդեն մոռացեք։ Ու այսօր ով է սորակարգի կողմնա, դուք պետք է պարզ նայեք, իմանայք, սա ձեր թշնամինա ձեր առաջ կանգնած։ Ձեր երեխեքի, իր երեխեքի է թշնամինա։ Բայց իր այսօրվա լափը շատ ավելի կարևոր է պոռնիկի համար, քան իր երեխեքի ապագան նույնիսկ։ թեմա կա։ Այսինքն մենք պետություն ենք, թե սա բանա, ինքնագործ խմբակ է։ Այդ դու ես վերածել ինքնախոս խմբակի, այ բիժվածք։ Դու ես վերածել ինքնագործ խմբակի, ոչ մի պետության մեջ, ոչ մի վարչապետ, թանգարան տնօրեն չի հանում նշանակում։ Հասկացար։ Այն էլ ինչի համար նա իրականացել է իր ծառայողական լիազորությունների մեջ, թեմայի մեջ, սովետական, Հայաստանում տպագրված, սա օտարերկրյա բան, նույնիսկ բան, կարող եք գիտեք, Թուրքիան տպագրված գիրք է բերել ձեր նման։ Հայաստանում տպագրված գիրք Հայաստանի պատմության մասին։ Լրիվ լեգիտիմ նվիրել է իրենց հյուրին։ Այդ դու ես վերածել դուքյանի։ Որտեղ մեր ստեղծագործական պոտենցիալն ենք բանանում, փորձարկում։ Սա պետություն է, հարգելիներս։ Սա պետություն է, հստակ իր կառավարման տրամաբանությամբ եւ հստակ իր կառավարման տրամաբանությամբ, որտեղ ասվում է Արցախ բառը չի կարելի օգտագործել։ Ալիևը բաց ազգում։ Եվ ասես ինչ է նշանակում Արցախ բառ։ Ասեն հասկացանք, չէ՞ որ Արցախ բառը սա այն աքիլեսյան գարշապարն է հենց այս տականքի եւ այն մյուս տականքի համար։ Ալիևի եւ Նիկոլի գարշապարը աքիլեսյան, դա Արցախ բառն է։ Հիմա նշանակում է մեր բոլորի պարտականությունն է Արցախ բառը օգտագործել ամեն օր, ամեն առիթներով։ Սա նույնն է Արցախ բառը սրա համար, ինչ սատանայի համար խաչը։ Խաչը գցում ես, երևացողում անես գալիս։ Այսինքն մենք Արցախը պետք է սարքենք ասես դրոշ ու մանգան, որ անընդհատ Արցախ լսեն սրանք։ Լսեն, միջև օրենքի մակարդակի որոշում ընդունեն, որ Արցախ բառը ասողներին պետք է դատեն։ Սրանք էլ են անելու, որ բառը գա։ Ես ասում եմ, բառը ծիծեռնակաբերդն են քանդելու, ասեն, սա սովետն է արել։ Ոնց է ասում հայրենասիրություն չկա, սովետի պրոպագանդայի արդյունքն է։ Չէ՞ որ 65 թվականի սովետական էս ժամանակաշրջանում արձակվել է ծիծեռնակաբերդը, ասելու է, ու դա հակասում է մեր բարեկամական հարաբերություններին։ Այս տականքից կարող է մեկը չի սպասում դա, որ դա կասի։ Ես վստահ եմ, որ ասել է։ Հիմա բաց են կարևոր սարքել։ Ուրախ չեք, չի զգացվում որ խաղեք, չի զգացվում։ Բացարձակապես լավ է, գիտեք լավ որ լավը ճիշտ է ներ, որ 30 տարի ոչ սարքել են, ոչ մի բան չեն արել։ Այդ ճիշտ են արել։ Մեր այս խելքը որ բերել ենք դրել որ գանք ասեք, մտքես բերան, ասում եք մանկապարտեզ չկա, համանքի ղեկավարը գալիս ասում է 600 միլիոնով սարքում են։ Ասում է բակը չկա, ասում են սուբյեկտ, ասում են մրցույթը հայտարարված է։ Հələ մի րոպե, այդ առավոտից իրիկու բամբասանք է, գիտեք որ ես Դուբայում, հələ մի րոպե սպասի։ Սարսինք։ Արման Թաթոյանը փաստեր ներկայացրեց, որ ադրբեջանական զորքերը օկուպացրել են Հայաստանի նոր տարածքներ, ներխուժել են Ջերմուկ եւ Վարդենիս նոր դիրքերի
Նա փաստեր ներկայացրեց արբանյակային լուսանկարներով ըստ էության, երեք մենք տեսանք, որ Պաշտպանության նախարարը հելքեց ըստ էության, բայց փաստեր չկան, այսինքն մենք տեսանք մի իրավիճակ, երբ մարդը փաստերով ներկայացրեց լուսանկարներով, որ տեղի է ունեցել ներխուժում, մյուս կողմից ուղղակի լսեցինք հայտարարություն, որ չկա նման բան, կխնդրեի սրան ոնց եք դուք ապացուցում, որ չկա նման բան, եւ երկրորդ հարցս ինչու եք դուք եւ ձեր թիմակիցները այս նախընտրական փուլում սպառնում հայ ժողովրդին, որ եթե ձեզ չընտրեն, պատերազմ կլինի։ Այսինքն սա ինչ է, շանտաժ է, վարչական ռեսուրսի չարաշահում է, ինչ կարող ենք սրա անունը դնել, երբ որ Facebook-ում ձեր թիմակիցների հասցեին մեկը մի բան է, ստատուս է գրում կամ մեկնաբանություն, դա մեկնաբանում եք, որ սպառնալիք կար եւ քրեական գործեր են հարուցվում, հիմա դուք հայ ժողովրդին սպառնում եք պատերազմով, ֆիզիկական ոչնչացմամբ, այսինքն փաստացի, արդյոք չպետք է գնահատականի արժանանա նաեւ ձեր եւ ձեր թիմակիցների այս արարքը։ Շնորհակալություն։ Հայ ժողովրդին ոչ մեկ չի կարող սպառնալ եւ առավել եւս մենք, որովհետեւ մենք հայ ժողովրդի ներկայացուցիչներն ենք, լեգիտիմ։ Մենք Լեգիտիմ։ Իրանք ասում մեզ չընտրեք պատերազմա լինելու, դա սպառնալ չի։ կարող ենք մեր ժողովրդի հետ կիսել այն տեղեկությունները եւ եզրակացությունները, որոնք մենք արել ենք։ Ինչ վերաբերում է ձեր հարցին, Պաշտպանության նախարարը հայտարարություն է արել, այդ հայտարարությունից հետո ես որևէ բան ավելացնելու անհրաժեշտություն չեմ տեսնում։ Ես նոր պատասխանեցի ձեր հարցին։ Ես նոր ձեր հարցին էի պատասխանում։ Դուք մենակ ձեր հարցերն եք լսում։ Ես պատասխանեցի ձեր հարցին։ Ես պատասխանեցի ձեր հարցին։ Հաջորդ հարցը Լիասանիսյան։ Ինք ասելիք չունի։ Այն ինչ որ ասել է, բայց մի ուրիշ տեղ նեղումը որ պատատակի ժամանակ են Արցախի մասին խոսում։ Դա հասկանում եք պատատակի ժամանակ Արցախի մասին խոսել է պատերազմի կոչ է։ Պատատակի տեքստը արդեն խմբագրում։ Ես ես պետք է ասեմ, որ նույնիսկ ամենաուժեղ ցենզուրայի ժամանակ, կոմունիստների ժամանակ, պատատակի տեքստին իրանք չեն ասել։ Այսինքն պատատակի տեքստ չեն խմբագրում։ Չկա այդպես բան։ Սա նեղվում է, որ նույնիսկ Արցախի հանրապետությունն են ասում պատերազմի կոչ է դա։ Այո։ Իսկ մի հատ կարող եք ասել, ինչ է անում ինքը, որ չեր անի թշնամին։ Ինչ է անում ինքը, որ չեր անի թշնամին։ Կամ սենց ձևակերպեմ, ինչ է անում ինքը, որ կաներ Հայաստանի շահերը պաշտպանող իրականում մեկը վարչապետ Աթոռի նստած։ Սա բոլոր գործողությունները, հայտարարությունները բխում է բացառապես Իլհամի պահանջներից։ Եվ ժամանակ ասում եմ, ես հասկանում եմ, չէ՞ սա։ Գիտի, որ ինքը զրո է, հեսա դա ցույց կտա ինչքան զրո է։ Իր հույսը հիմա բացառապես Ալիևից եւ Էրդողանից աջակցությունն է։ Բոլոր հնարավոր ձևերով ցույց տալով, տեսեք, ես ամեն ինչ անում եմ, մենակ դուրս եմ եկել ամբողջ ժողովրդի դեմ։ Սրիկայության վերջի բաների ես պատրաստ եմ։ Իմ հույսը դուք եք, որովհետեւ ժողովրդից ինքը ձայն չի ստանալու։ Այս գործողությունները հենց դրա մասին են, հայտարարությունները հենց դրա մասին են։ Սպասենք, մեզ հետաքրքիր օրեր է սպասում։ Բայց ավելի հետաքրքիր օրեր սպասում եմ մինչև այդ, որովհետեւ այս ամիս շատ բան է փոխվելու, շատ։ Հայաստանն ու Ադրբեջանը իրենց ինքնիշխան տարածքներում կարող են իրականացնել այդ թվում ամրաշինական աշխատանք։ Այսպես է վարչապետն արձագանքում վերջին օրերի աղմկոտ թեմային, որ Հայաստանի տարածքում Բաքուն ամռանը նոր դիրք է կառուցել։ Այս մասին նախ հայտարարել էր Միասնության թևեր նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։ Հետո փաստեր ստուգող լրագրողներն էին նույնը պարզել։ Ես խնդրում եմ ձեզ համբերություն, որտեղ այսօր ինֆորմացիան շատ է, կարող է ավելի երկար տևի, քան սովորաբար։ Ես անում եմ, բայց ես չգիտեմ որը կարելի է բաց թողել։ Չկա երկրորդական ինֆորմացիա այսօր հաղորդման մեջ ժամանակ մանավանդ։ Չենք մոռանում, տարածում ենք ու դիտում ենք մինչև վերջ։ Չի կարելի թողել, բաց թողել ոչ մի նոտա։
Պաշտպանության նախարարությունը սակայն հերքել էր, պնդելով, թե այդ դիրքը Հայաստանի տարածքում չէ։ Այս ամենից հետո Նիկոլ Փաշինյանն այսօր տարակուսեց. Ինչն է խնդիրը։ Ամբողջ խնդիրը դրանում է, որ կա հստակ սահմանագիծ, եւ գիտենք որտեղ է Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների լիազորությունը։ Գիտենք, հա, այս արդեն սահմանագծում սահմանազատում, հա, դե։ Այդ ով գիտի։ Այս լրագրողներ ջան, ընկերներ ջան, մի հատ ձեզ ասեք, այդ երբ եք դուք որոշել։ Ու արդյոք սա նշանակում է, որ այս նոր դիրքը, որ դուք տվել եք, դա արդեն ձեր պատկերացած սահմանների մեջ է։ Ով է դա որոշում, այդ երբ է սահմանազատում, սահմանագծում է։ Նորից եմ ասում, տալիս է լավագույն դիրքը, տալիս է, ոչ թե նրանք գրավում են։ Սա շատ կարևոր բան է։ Տալիս է լավագույն դիտարկման կետերը, լավագույն ազդեցության գոտիները, որ վաղը առավել դժվար լինի Հայաստանին գոյատևելը։ Որ եթե պետք լինի ցանկացած պրովոկացիա ադրբեջանցիների կողմից ավելի մեծ էֆեկտիվությամբ ազդի Հայաստանի վրա։ Հասկանում եք սա ինչ է անում։ Սա սպանում է Հայաստանը եւ ոչ մեկ չի ասում։ Այսինքն ո՞ց թե իր ինքնիշխան տարածքում է։ Հայաստանի լիազորությունները այնտեղ գործ չունեն։ Այս երբ է սահմանագծում սահմանազատումը։ Այս համար էլ պետք է խումբը։ Այսօրվա այդ ամբողջ բանը հայտարարությունների մեջ մի քանի հատոր սարարակ քրեական գործ կարելի դարձնել։ Քանի հատոր Եվ որտեղ չի Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի պետական մարմինների լիազորությունից դուրս։ Կառավարության ղեկավարին հարցրեցինք, երբ ասում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ամրաշինական աշխատանք իրականացնում են իրենց ինքնիշխան տարածքներում, նշանակում է, որ Բաքուն 2020-ից հետո Հայաստանի զավթած հողերում դիրքեր եւ այլ ենթակառուցվածքներ չի կառուցել։ Նիկոլ Փաշինյանը նախընտրեց ուղիղ չասել, որպեսզի ինչպես բացատրեց խաղաղությանը չվնասի։ Հասկացաք, ես չեմ ասի։ Ոչինչ որ Հայաստանում է ինքը դիրքեր կառուցել, բայց ես սա խոսալը ինքնիշխանությունը վնասելու է։ Այո, ինքնիշխանությանը, խաղաղությանը վնասելու է բոլոր հուշարձանները, բոլոր գերեզմանները, բոլոր հուշակոթողները, պատերազմի, Արցախյան ազատագրման, ցեղասպանության, ամեն ինչ վնասելու է ապագա խաղաղությանը, ապագա հաշտեցմանը, ամեն ինչ։ Այն ինչ որ նույնիսկ մեր մտքով չի անցնում, բայց մտածել պլանավորել են արդեն թուրքերը։ Սա թուրքերի լավագույն հաջողված գործիքն է Հայաստանի գլխին։ Ոնց որ Թրամփը Ամերիկայի մեծ անանների։ Ուղիղ, հեսա տեղել ենք հասնելու էլի։ Նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրի հղում պետքա չլինի։ Սա էլ հերթական հանցագործության մասին հաղորդումը։ Այլ իրավաբանների խումբը սա էլ պետք։ Որ դու տականք, դու չես կարող պատմություն փոխել։ Անկախության հռչակագիրն է, դու չես կարող անկախության հռչակագիր փոխել։ Դու ով ես որ դու փոխես, դու մի հատ պատարագի տեքստ փոխես, այ ոչինչություն, սա բան անկախության հռչակագրի տեքստ փոխես, կամ որոշես ընդհանրապես դա եղել է թե չի եղել, դա Հայաստանի պատմությունն է թե չի եղել։ Ու դու որոշես Հայաստանի սահմանները որտեղ է։ Եվ որ հռչակագրում է ամեն ինչը ամենադերված։ Քրեական գործ է, չէ՞։ Ուզում եմ պատասխանը կարդամ Արցախ բառի հետ կապված, բայց սա իմ խոսքերը չեն, հա։ Մի քիչ էլ էս ուրիշների մեջ վերեմ էլ։ Արցախ անունը երբեք չես կարողանալու ջնջել, քանի որ այն արյունով է գրված։ Փանակը անզոր է մեր հայ տղեկի արյան դեմ։ Նիկոլ, Արցախի հանրապետությունը կրկին վերականգնվելու է։ Կրկին վերականգնվել է ու ես եւ դու դա տեսնելու ենք ինքը բանտից, բայց անպայման էլի։ Բայց մի տարբերությամբ ես այն վայելելու եմ, իսկ դու շշի ու բանտում քո պատիժն ես կրելու։ Շնորհակալություն։ Միջև կյանքիդ վերջը։ Լայք։ Ցախմեք լայքի կոճակը, եթե համաձայն եք։ Ես Արցախի օդից թևեր եմ առնելու, իսկ դու ամեն շունչ քաշելուց ավելի ես կզելու Արցախի արևը իմ հոգին տաքացնելու է, իսկ քո մարմինը դանդաղ սառչելու է Շուշիի ցրտերից։ Նիկոլ, մենք կրկին Արցախի հանրապետություն գնալու ենք, ես հաղթանակած, դու դատապարտյալ։ Տեսնեմ ով է դերը։ Կարեն Կարապետ Պողոսյան, շնորհակալություն Կարապետ ջան։ Չեմ ճանաչում ընկերոջը, բայց լրիվ կիսում եմ։
Եվ ասում են կարող աղա Արցախ բան անանատասողներին հանձնենք թուրքերին։ Այո, դա էլ է լինելու, որովհետև այս իրանց պատկերացած խաղաղության պայմանագրի մեջ կա կետ, որ նրանք ովքեր կխաթարեն իրենց բարեկամության պայմանագիրը, այսինքն իրենց խոսույթով վտանգ կներկայացնեն դրա համար, մարդիկ պետք է միջոցներ ձեռք առնեն։ Այո, չզարմանաք։ Այո, սրանք կարող են ձերբակալել եւ հանձնել թուրքերին։ Պետք է ասես։ Բայց մենք պետություն ենք, մենք պայմանագիր ենք ընկել Ալիևի հետ, բայց Նիկոլ չես հասցնելու, դու էլ Ալիևն էլ գնալու եք բան դատարան։ Թրամփի ձեռքից ու Նետանյահու ձեռքից բռնած, եթե Նետանյահուն դեռ չի սատկել, հասկանում եք։ Դուք բոլորը ձեռի բռնած գնալու եք դատարան, դուք դա չեք հասցնելու անել։ Չեք հասցնելու։ Իսկ հիմա ասեմ ինչու չեք հասցնելու։ Այսօրվա այս հարցումը կոչել եմ առանց Նիկոլ հարցում։ Նա թարմացնեմ։ Ինչու առանց Նիկոլ, որտեղ այս հարցման մեջ Փաշինյան Նիկոլը չկար։ Որպեսզի հասկանանք առանց դրա ձայների ռասկլադը ոնց է։ Որովհետև ասեմ, Նիկոլով սենց է 7200 քվեարկող, Նիկոլ Փաշինյանն ընդամենը 12% ունի։ Արման Թաթոյանը 14, փաստորեն Արման Թաթոյանը կրած ունենա քեզ։ Նինա Կարապետյանցը 16, Արտակ Սարգսյանը 58։ Իսկ առանց Նիկոլ հարցման մեջ Սամվել Կարապետյան։ Տեսեք Նիկոլ չկա, Սամվել Կարապետյան այլևս այդքան վտանգավոր չի։ 18%, Արտակ Սարգսյան 13%, Վարդան Ղուկասյան 55%, Գուրգեն Սիմոնյան 14%։ Առանց Նիկոլ հարցումը սա է։ Այսինքն եթե այստեղ վերցնենք, առաջին 3 հորիզոնականը բաժանվում է առաջին տեղ Վարդան Ղուկասյան, երկրորդ Սամվել Կարապետյան եւ երրորդ եւ չորրորդ համարյա նույնն են 13-14%, կարելի ասել մեծ չի տարբերությունը։ Ամեն դեպքում սա է, բայց հենց դնում ենք Արտակ Սարգսյանին, տեսեք, Նիկոլի հետ Արման Թաթոյանի եւ Նինա Կարապետյանցի կողք Արտակ Սարգսյանը գալիս է 58%, սա շատ կարևոր է։ Ինչ որ է Նիկոլ Փաշինյան, դուք 12%-ով, մենք այդ մյուս դաշտը մենք մեր հարցերը կլուծենք, դու դեռ անելիք չունես։ Դուք 12%-ով դու հասկացել ես վաղուց, որ դու ոչնչություն ես։ Այո, քո հույսը մնացել է բացառապես Ալիևի եւ Էրդողանի օգնությունը։ Լսենք մեր գործընկերներն ինչ են ասում այդ մասին։ Եկեղեցուց մոմակալ գողացած տղամարդուն բերման են ենթարկում, իսկ հայ ժողովրդից իր եկեղեցին գողանալ փորձող Նիկոլ Փաշինյանին ծառայություններ են մատուցում։ Մոմակալի գողությունը վերականգնել կարելի է։ Մեր հավաքական հիշողության ինքնության կորուստը անդառնալի է։ Նիկոլ Փաշինյանն ասում է եկեղեցում ճգնաժամ է։ Լուծումը տեսնում է կաթողիկոսի հեռացմամբ։ Նիկոլերենից թարգմանաբար սա նշանակում է, որպեսզի արագ ու առանց խոչընդոտի քանդի եկեղեցին, կաթողիկոս պիտի նշանակի իր ճաշակին հարմար մեկին, խամաճիկի, որը ոչ թե հայ ժողովրդի շահերը կսպասարկի, այլ Նիկոլ Փաշինյանին։ Որը կասի Արցախի հանրապետության անունը պետք է չտանք։ Այո, դա խանգարում է, դա պատերազմի հայտարարություն է, բա։ Սա համատեղ գողություն է։ Շահառուն հայ ժողովրդի թշնամիներն են։ Փաշինյանը ծառայում է Փաշազադեին։ Լուծարեց գնդերեցների ստորաբաժանումը, որ հոգևորականը այլևս թիկունք չլինի հայ զինվորին։ Իսկ բարոյապես խոցված բանակը նվեր է թշնամուն։ Թշնամուն նվեր է նաև պառակտված հանրությունը։ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն քաոսի են վերածել մեր կյանքը, խաթարելով հոգևոր անդորը, խաթարելով անգամ սուրբ պատարագը, այն վերածելով քաղաքական ծեսի։ Ուշադրություն, Ռայխի եկեղեցին չի ունենալու ոչ երեցներ, ոչ դպիրներ, ոչ քահանաներ, նրանում խոսքի իրավունք ունենալու են միայն Ռայխի ջարախոսներ։ Նիկոլի եկեղեցին չի ունենալու մայրաթորին, ուխտին հավատարիմ հոգևորականներ։ Խոսքի իրավունք ունենալու են միայն նիկոլիզմի ջարախոսները։ Մինչդեռ ի պաշտոն է հանդես գալիս
հանրային պաշտոնատար անձին արգելվում է որևէ կրոն քարոզել, արգելվում է իր համոզմունքները այլոց պարտադրել, արգելվում է իշխանություններին միջամտել եկեղեցու օրինական գործունեությանը եւ ներքին կյանքին։ Այս համար եմ ասում, այդ իրավաբանների խումբը պետքա ժողովուրդ ջան, պետքա լիքը գործ կանելու։ Իրանց պետքա ուղակի սենց կծվել ամեն տեղից, վերել ասել էսա հոպարտականությունը, սկսի, արա, էսա։ Մենք պետքա պատրաստվենք ամեն օրվա ռեժիմով, ամեն օր սենց ճպացնենք, ասես ճակատին, ասենք այս հոդվածն է, այս էլ խախտումները։ Շարունակի։ Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը ճանաչված է օրենքով։ Կրոնական կազմակերպության գործունեությանը իշխանական լծակների օգտագործմամբ խոչընդոտելը քրեորեն պատժելի է։ Իրավապահ համակարգի ներկայացուցիչներ։ Նիկոլ Փաշինյանը եկեղեցուց մոմակալ չի գողացել։ Նա հայ ժողովրդից գողանում է եկեղեցին։ Շնորհակալություն Լիլիթ ջան։ Խնդրեմ։ Հիմա անցնենք մյուս կարևորը, սա շատ հետաքրքիր է։ Ամերիկյան Նիկոլի վիճակը, էլի թվերով, որովհետև ես ասում եմ, այս ամեն ինչ էս կաշմարի ավարտը արագացնելու է գերագույն գլխավոր համաշխարհային մակարդակի վրա կաշմարի ավարտով, որը արդեն շատ մոտ է։ Տեսնենք սրա կրիժ, սրա հովանավոր, որ սենց անունը տալով բոլոր ֆորմա, սա վերջի երբ գալու թվերով։ The new Gallup poll out today is terrible news for the president, just absolutely terrible. Հայտարարակ նորություններ Թրամփի համար։ His approval rating right now is -24. Որպես նախագահ իր ռեյտինգը 36-ը 60-ի վրա, այսինքն -24%։ -24%։ Իրանց համար ամերիկյան քաղաքականության մեջ 1-2%-ն է միշտ եղել վճռական, 1.5, այսենց -24%։ Փաշինյան Նիկոլ, հասկանում ես դու ինչ Նիկոլի մեջ ես, հա? Անտեր ես մնալու, դու արդեն անտեր ես։ The president is 24 points underwater in his Նախագահ 24%-ը ներքև underwater. approval rating. 36% of the country approves of him, 60% disapproves. Just absolutely stunning. Not even 1 year in. Ասում մեկ տարվա մեջ ընդամենը։ And on the issues, it's even worse. It's worse just because it's so relentlessly bad. Ասում եմ կրիմինալ բանի մեջ, ոնց է։ Տեսեք, սա քաղաքականություն չի։ Կրիմինալ վիճակը կառավարելու մեջ -9%. For him. No ray of light anywhere here. Do you approve of President Trump on the issue of crime? No, by a 9-point margin. Do you approve of President Trump on the issue of foreign affairs? No. Արտաքին քաղաքականության մեջ 15% մինուս 56% հասկանում է ամերիկայի մեջ անունները, սա կատաստրոֆա է։ No, by a 15-point margin. Do you approve of Trump on trade? No. Առևտուրը, որ ինքը խոսում էր դիլ, ամբողջ օրը, մի տարի, դիլ, տարիք, պետք է վերադարձնեն բիզնեսներն Ամերիկան great again, ձուն պետք է էժանանա, գազը պետք է էժանանա, աշխատողները պետք է շատանան, -19%. No, by a 19-point margin. Do you approve of Trump on immigration, right? He really wants Իմիգրացիան, որ իր կարմիր դրոշներ, հեսա մեքսիկացիներին, պորտարիկացիներին, անլեգալներին ուղարկում ենք տուն, հեսա Ամերիկան դառնում է ուժեղ, որովհետև աշխատանքները կմնան ամերիկացիներին։ Դրանք մեր փողերը տանում են -25%։ want you to love him on the issue of immigration. No, the American people do not approve of his handling of immigration. And what's the margin? The margin is 25 points. The American people disapprove of his handling of immigration more than they 5 percentage points. Turns out all this propaganda. Do you approve of how Trump is handling the economy? No, 26-point margin. Do you approve of Էկոնոմիկան -26, որտեղ ավիրել է էկոնոմիկան։ Սենց խայտարակ վիճակում
Ամերիկայի էկոնոմիկան ամեն դեպքում ես 10 տարի աստեղ եմ, արդեն ես չեմ հիշում որ այս բանն է։ Այս թվերը երբեք չի եղել։ Այս թվերը չի եղել։ Էկոնոմիկայի այս հայտարարած վիճակը ասում են սա եղել է երևի մեկ էլ կրիզիսների ժամանակ։ Of how he's handling the Russia and Ukraine war. No, by a Ուկրաինայի եւ Ռուսաստանի պատերազմը -29 Միևա մեջ պետք է լուծեն -29 29-point margin. Do you approve of his handling of the budget? No. Բյուջեի ծախսերը 33% տարբերությունը ոչ մի նախագահ այս բաները չունեցել։ Հիմա Փաշինյան Նիկոլ By a 33-point margin. Do you approve of his handling of healthcare? Առողջապահության համակարգը մաման լացացել է կներեք բարերս համար։ Ավիրել է -33%։ Ու ինքը շատ լավ գիտի, իրան կախելու են։ Այո, հենց impeachment արեցին ու ասեմ այս ամսի մեջ մինչև ամսի 31-ը դա կարող է լինի։ Ամսի 31-ը մինչև։ Ինքը միանգամից հայտնում է էլեկտրական աթոռին։ Որովհետև իր վրա քրական գործերը միջալոց վաղներ կարող է լինի։ Ու ամեն ինչ կախված է Նյու Յորքի դատարանից։ Նյու Յորքի դատարանը հիմա քննում է բոլոր այն մեղադրանքները sex trafficking-ի համատեղ բռնաբարության այս տականքը 12-13 տարեկան երեխեքի է բռնաբարել։ Հիմա դրանցից 5-ը ցուսմունք են, 5-6-ը ցուսմունք են տալիս հրա դեմ նույն բառերն ասելով։ Գործերը քննում են Նյու Յորքի դատարանը։ Կարող վաղը առավոտ արտանանք իմանանք Նյու Յորքի դատարանը Չագուճը խփել ասել է կալանավոր եք այդ տականքին։ Սա մի բան է, որ նախագահական իմունիտետը չի ազդում վրան։ Բայց այն ինչ որ արդեն կա ապացուցված, հենց սա impeachment եղավ, միանգամից ինքը հայտնում է բանտում։ Փաշինյան Նիկոլ հələ Թրամփի ուղի ես ուզում հայ իրականացնել։ Չնայած երեք ասեց, որ կներեք ոչ չեմ կարողանում իրականացնել։ Երևի ինչ որ մի հարմար տեղը մի հարմար բան էին մտցրել մեկ օր առաջ։ Ինչ որ տեղով Ես չգիտեմ, չեմ կարող ասել։ Ու Հայաստանը, եթե դες բան լինել այդ աշխարհի վրա միակ երկիրը, որ պեդոֆիլի անունով, ընդ որում ապացուցված պեդոֆիլ է, ըստ բոլորին կապ չունի դատարան այդ որոշումը կայացել է թե չէ, որ ապացուցված պեդոֆիլի անունով ունենալու է ճանապարհ։ Մենք հայտարարվելու ենք պատմության մեջ, որ բոլորը գիտեն ով է Թրամփը եւ Հայաստանում դրանով պետք է ճանապարհ լինի։ No, also by a 33-point margin. 5-point margin. Do you Միջին Արևելքում 25% մինուս։ Ես ով գործողությունները 25%։ Սա չունի, չկա միտեղ, որ գոնե ասենք -2 լինել, -1 լինել, կամ ասենք Ամերիկայի ժողովուրդը արդարացնի սրա արածները։ Ես ասում եմ սրա հետ գալիս է նաև Նետանյահուն, սա հետ գալիս է ամբողջ տարածաշրջանը։ Տարածաշրջանի ասիչը լինելու է Իրանը։ Իսկ Իրանին Հայաստանը պետք է։ Շատ է պետք։ Ու պետք է անես Հայաստան, որտեղ ամեն ինչ կանխատեսելի է։ Ոյա ճանապարհը Հայաստանով հանգիստ դնագա։ Եք չեմ ասում Նախիջևանով։ Այո։ Ու պատահական չեմ ասում, հայկական Նախիջևանով եմ ասում։ Հայկականա դառնալու Նախիջևանը այն պահից, երբ որ Ալիևը հայտնվեց Հաագայի տրիբունալում։ Փաշինյան Նիկոլի հետ ձեռքի բռնած։ Իսկ քանի դեռ չեն հայտնվել, Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում Իրանի նկատմամբ։ Телеканал IT ведущая заявила, что Тибрис является азербайджанской, а не иранской землей, назвав его исторической территорией Азербайджана. В то же время в этой программе она утверждала, что города Хой, Ардебиль, Урмия, Зинджан, а также относятся к историческим азербайджанским землям. По ее словам, эти территории должны быть освобождены, что фактически можно расценивать как территориальные претензии к Ирану. Все Հասկացաք չէ, իսկ Իրանը այս ամեն ինչին լուրջ նստած նայում։ Բայց գիտի իր անելիքը։ Իր անելիքը այսօր Հորմուզի այդ նեղուցում ամերիկյան տանկերներ խորտակերն է ու դա հաջողության բանում է։ Ընդ որում պայմանադար է ուզում ես անցնես հրաժարվի Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Սաուդյան Արաբիան հրաժարվեց, դարձավ Չինաստանի բարեկամը, ինքն արդեն կարող է։ Այսօր հրաժարվել է Հնդկաստանը։ Վերջ, գնա, խնդրեմ, ճանապարհդ բաց է։
ամբողջ Միջին Արևելքն է հրաժարվելու Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ Իրանը դառնալու է տարածաշրջանում կարգ ու կանոն, ստատուս քվո, պայմաններ, իրավիճակ, խաղի կանոններ թելադրող։ Դա ուզենք թե չուզենք։ Հայաստանում սիրեն թե չսիրեն Իրանին։ Մոլաների անունով երթվեն թե չերթվեն, դու ընդհանրապես դա կապ չունի մեր այսօրվա թեմաների հետ, բայց դա է։ Ես ասեմ ավելին, այն պահից, երբ Իսրայելի վտանգը վերացավ, այն պահից, երբ որ տարածաշրջանում դարձավ ստատուս քվո, արաբական երկրները որոշեցին առանց Իսրայելի ապրել իրար հետ խաղաղ, վերացավ Իսրայելի վտանգը եւ այդ բանկային համակարգի հետ խոսքով այդ հայտարարակ վիճակ, այն ժամանակ հուսով եմ ես, մեծ հույսեր ունեմ, որ քաղաքական իրավիճակը Իրանի ներսում կսկսի փոխվել եւ կիրականանան այն ռեֆորմները, որոնք շատ անհրաժեշտ են Իրանի ժողովրդի համար։ Շատ։ Այդ ժամանակ Իրանը կարող է շունչ քաշի ի վերջո, խուսափելով Իսրայելի քանդողական այդ դիտեք ինչ գործունեություն իրականացնում Իսրայելը Իրանի դեմ։ Հուսով եմ այդ ամեն ինչը կբերի նաև ժողովրդական փոփոխություն Իրանում։ Իսկ Հայաստանը Իրանին շատ է պետք ու պետք է կանխատեսելի, ստաբիլ, ուժեղ Հայաստան, որ ասեմ Հայաստան, դա նաև Նախիջևանը մեջն է եւ բնականաբար Արցախը մեջն է։ Դա արդեն գալիս է մեր ձեռքի գործ։ Իսկ դա որպեսի իրականանա, տես խնդրի մի մասը, տեսեք, իրականանում է։ Իրան իր ձեռով անում է խնդրի մի մասը։ Ամենակարևոր մասը։ Մյուս մասը մենք պետք է անենք։ Նիկոլ Փաշինյանի Շուշիի բանդ ուղարկելով, որ ինքը Շուշիի բանդում սարի սատկի, մենք Արցախի ոտը շնչենք։ Իսկ ես ոնց եմ կարոտել Արցախի ոտը բերողական։ Ամեն անգամ տուն գալուց Արցախից ասում է հնարավոր լիներ մի քիչ sense մի բանի մեջ փակեի տանեի հետս էլի։ Հիմա լսենք ինչ են ասում Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Իսրայելի վերաբերյալ։ Aren't you embarrassed? This is the guy you've hitched us to at the hip. I mean, he is a fascist, war criminal, fantasist, and you have hitched our country at the hip to him through AUKUS, through your obsequious toady. Ավստրալիացի սենատորն է Նիկ Մակգին ուղիղ տեքստով Թրամփի եւ Նետանյահուն ասում է ֆաշիստ եւ զինվորական եւ ռազմական հանցագործներ ուղիղ տեքստով ան բոլոր մենակ ինքը չէ որովհետեւ Եվրոպայում չեն մարսում են հանգամանքը որ ապացուցվել է որ երեխեքի դպրոցն են տարական դպրոց պատկերացնում եք 7-ից 10-11 տարեկան երեխեք որ դպրոցին ռմբակոծել են հենց ամերիկացիները տամագավկով կարող է նաև իսրայելցիները ես գիտեմ որ Իսրայելն է խփել բայց ամերիկյան տամագավկով որը նշանակում է որ հաստատ Իրանը չի այն որ ջարդում են Իրանի վրա հաստատ ինքը չի եւ հիմա կամ ամերիկան եւ Թրամփը իր կաշին փրկելու համար կաշին այո ինքը հայտնվել է դպանտում պետքա ցուսմունք տա Նետանյահու դեմ որ մեկը արդեն Հագայի կլիենտն է եթե իհարկե այդ անասունը չի սատկել դեռ հուսով եմ չի սատկել որտեղ դրա ախպերը արդեն մեզ չի իր արտաքին հետախուզության Մոսադի եւ այն Բենգվիրի ամենաֆաշիստ քարոզիչների հետ ասում են բոլորը սատկել են հեսա նրանք կհասնենք Հոլիվուդում հետաքրքիր շոկային փոփոխություններ խառնվել աշխարհի իրար այս երկու մարդակերները եւ ընդհանրապես բոլոր մարդակերները ովքեր արդեն parza որ իրանք ինչով են զբաղված եղած սատանիստները մերժվում են քիչ-քիչ եւ շատ կոպիտ ձևերով մանավանդ այդ ամեն ինչի առաջնագծում է կանգնած Ռոբերտ Դե Նիրոն Ռոբերտ Դե Նիրոն եւ մեջինքերով էր հեսա իրանը կասեմ Մեր խոսքով մեծ արտիստներ ուղղակի սրանց կոչում են մարդակերներ որպես եւ մանկապիղծներ բառացի եւ Հոլիվուդում ինչի է կարևոր Հոլիվուդը Հոլիվուդի բերանով շատ բաներ քարոզվել եւ կոսկվել Հոլիվուդում աստղ դառնալու պայմաններ որ դու պետքա կրանաս այդ համակարգի առաջ եւ քո ազդեցությունն օգտագործես այդ համակարգի աշխատանքի համար Հոլիվուդը այս սատանայական համակարգի երկրորդ աստիճանի վրա է այսինքն սատանայական համակարգն է տակը էլիտան քաղաքական
թագավորները, երկրի ղեկավարները։ Երկրորդը Հոլիվուդն է, որովհետև Հոլիվուդով այդ ամեն ինչը քարոզվել, նպաստել, մի խոսքով։ Իրանց PR-ը դված է եղել Հոլիվուդի վրա։ Իսկ այսօր Հոլիվուդը մեծ ճակեր է տալի։ Եվ պարզվել է, որ Թրամփի դատախազը նույնպես այդ հրեշների բաների մեջ է դրամադրել, սա ոչ մի ձև չի բացում այդ փաստաթղթերը, եւ որտեղ իրականությունը կա, հակածա, բայց դեռ որ հակերները կարողացել են կոտրել այդ համակարգը եւ բացահայտել են, որ այո, Պեմբոնդի Դոնալդ Թրամփի դատախազը, որը ամեն ինչ անում է գործերը չբացահայտվի, նույնպես է ցուցակումը։ Եվ հիմա այդ ուժասները քրեական գործեն հատուցում, դիմում են պատրաստում սրա նկատմամբ։ Պատկերացնում եք, դատելու են Ամերիկայի գլխավոր դատախազին, Թրամփի դատախազին։ Այս համակարգը պայթելու է։ Չի կարող համակարգ աշխատել, որտեղ Թրամփն է նախագահ ու իր աշխարհում հաս լուծողները Ուիտկոֆն ու բանն են, Կուշները, ջերմը։ Չի կարող լինել այդպես համակարգ։ Ոնց որ ասենք Հայաստանի կառավարությունն է, որտեղ ասենք պատկերացնում եք Ռուբեն Ռուբինյանն է հարց որոշողը, մեկ էլ Նիկոլ Փաշինյանը։ Այս նույն կարգի բան է, մի քիչ այլ մասշտաբների վրա։ Смотрите, как русский комик Гарик Харламов, который жил в Америке, пародирует нашего президента Մի քիչ հումոր։ Дональда Трампа. Ты кто? Премьер-министр Испании. Прямо сейчас объяви войну Франции. Ну я... Объяви! Франция, объявляю вам... Стоп! 12-й конфликт остановлен. Браво! Հուսով եմ ռուսերեն իմացողները հասկացան, իսկ ովքեր ռուսերեն չգիտեն, այո Թրամփն է, ասում ով ես դու, ասում Իսպանիայի վարչապետ, ասում է հայտարարի պատերազմ Ֆրանսիային։ Հրամայում է հայտարարել եւ կեսից կանգնացում ասում հոպ, չհայտարարեց։ Տեսակ 12-րդ կոնֆլիկտն եմ ես արդեն կանգնացել։ Ու սա ամերիկյան բանում ալու։ Մեծայում։ Վերադառնանք Իրան եւ հասկանանք իրանցիներն ինչ են ուզում։ Իրանը հստակ ասում է, մենք ցանկացած դեպքում փոխհատուցում ուզելու ենք, կոմպենսացիան պետք է միջև վերջ տրվի։ Այլապես ոչնչացնելու ենք տարածաշրջանում նրանց բոլոր ակտիվները։ Այո, ֆինանսական կենտրոնները ամենակարևորը։ Բացակայում։ Ինչ ստացավ Թրամփը Խամենեին սպանելուց։ Խամենեին ավելի հանգիստ էր տարումով։ Կոնֆլիկտային չէր, սուրանքյուններ չէր բռնում։ Տղենա, որի աշկերտ սպանեցին հորը, կնոջը, մորը։ Առանց էմոցիա, առանց բանություն։ Մենք ստանալ ենք միջև վերջի կոպեկը, այն ինչքան իրենք վնաս են տվել մեզ։ Եվ բարոյական, եւ ֆինանսական։ Սա նայենք։ 13 ամսա մեջ ինչ հասել անի։ Ավելելա էկոնոմիկան, քանդելա բոլոր տեսակի բարեկամական կապերը երկրների հետ, սպանելա լիքը մարդկանց եւ ստեղծելա քաոս իր շուրջը։ Ես երբ եմ ասել դա, որ սա ունակա անելու միայն դա։ Սա ունակա անելու միայն նման բաներ։ Ով Թրամփից այլ ակնկալիքներ ունի կամ փող ստանում դրա համար։ Կամ մի քիչ չի հասկանում ինչ է նշանակում տարական բաներ։ Չի կարող հասկանա տարական բաներ։ Ես չեմ հավատում, որ Հայաստանում եւ ընդհանրապես աշխարհում մարդ կա, որ տարական բաները այս աստիճան չի հասկանում, ով է սա։ Մարդ, որի ամբողջ կյանքը զբաղված է եղել մենակ խաբելով ու քանդելով։ Մարդ, որը ոչ մի բիզնես պրոյեկտ կյանքում չի իրագործել ու չի հաջողել։ Մարդ, որը նույնիսկ կարողացել է կազինոներ տակ տա։ Մարդ, որ իր հոր փողերը տանուլ տալուց, բացի ոչ մի բան չի կարողացել անել։ Մարդ, որի մայրը նույնիսկ ասել է հուսով եմ ես դեբիլ է, որը դեբիլ է, բայց իմ տղեն է։ Հուսով եմ գոնե քաղաքականությամբ չի զբաղվել, պատու ասել։ Ինչպես Նիկոլի Էլին էր ասում։ Սա պրծել է։ Իսկ սա այն արդյունքն է, որը հաստատվել է։ Եվ այսպես ով սպանվել Բենգվիրը, ախ ափսոս է Բենգվիրը պետք է մնար։ Բենգվիրը պետք է մնար
Նետանյահուից հետո ինքը պետքա կառավարել Իսրայելը, որ մի քիչ էլ վնասել Իսրայելին։ Ով է Բեն Գվիրը, դա սիոնիզմի ամենաֆաշիստ քարոզիչներից մեկն է, որը ներքին իրենց կարգուկանոնի ներքին քարոզչության նախարարն է, ներքին գործերի, որի համար բոլոր ոչ հրեաները անասունից չեն տանել։ Բառացի ու ամեն օր քարոզի մեջ դեր։ Սպանեք, մտնում եք բառացին, ասում եք տունը տա, հիշում եք վերջի կադրի մեջ։ Քո տունը չի, գնացիք, այստեղ հայրյանները պետքա ապրեն ու բուլդոզերով քանդել էր տալի մարդկանց աչքի առաջ իրենց տանել։ Սպանվել է նաև Դավիթ Բարնեյա, դիրեկտոր Մոսադի դիրեկտորը, Շլոմի Բենդեր, դիրեկտոր զինվորական հետախուզության տնօրենը, Դեվիդ Զիննին, շտաբի պետը, եւ օթային զորքերի կամանդիրը Տոմեր Բար։ Իսկ Նետանյահուն չի երևում արդեն 3 օր։ Սա այս տանկերն է խոսվել է, սկել է այսօր, որովհետև որոշել է, որ ամերիկյան նավատորմը, ինչպես Թրամփն էր ասում, հիշում եք երեք ասում էր գնացեք, ասեք, ոչ մի խնդիր չկա մեր, ոչ մի խնդիր չկա, ամերիկան ձեզ տիրություն անել։ Գնացեք, որով էկոնոմիկան Ամերիկայի եւ համաշխարհային չպայթի։ Գնացեք։ Եթե բախներ բերի կանցնեք, եթե չէ, I'm sorry։ Մարդ, որ ոչ մի իր խոսքի նկատմամբ ոչ մի պատասխանատվության զգացում չունի։ Բացարձակ նու սադիկա ինչ ասես, Թրամփին ուրիշ բան հնարավոր չի ասես։ Նիկոլ ամենատիպիկ բառը իր համար, որ կարելի է մտածել, դա էս Նիկոլ, որ այնքան համապարփակ բառ է։ Իսկ սա այն ապացույցներն է, որ ներկայացել են Ջոն Քենեդին։ Ներկայացել են նկարները, որտեղ բացահայտվել է Սփեն Բոնդին, Էփստինի, Թրամփի հետ ջել եւ նամակագրությունը եւ նկարները, որ ինքն հենց իրանցից մեկն է, Մարտակերտ Սրիկա։ Մանկապից։ Այս հանցագործ կլանի անդամ, ի խոսքով ինչ ասեմ, ես մանրամասների մեջ չեմ ուզում ուտնել։ Դրա համար էլ ամեն ինչ անում է, որ չբացահայտվի հնարավորինս ու իր դերը արդեն քրեական գործ է նախապատրաստում հենց այս ամեն ինչից հետո բացահայտելուց հետո։ Դրա համար էլ Ամերիկայի Միացյալ Նահանգներում նայեք այս քարտեզը։ Նա լսենք։ IP address that is downloaded, shared. Every one of those red dot maps is a unique IP address that is downloaded, shared, or distributing child rape images, almost all under the age of 12. And that's just a 6-month screenshot of it. Այս ամբողջ այս կարմիր կետերը դա հենց IP հասցեներն են, որոնք մանկապարտության վիդեոներ են քաշում, տարածում, փնտրում 300,000 IP ադրես կա Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այսինքն 300,000 պետաֆիլ, որոնք հետաքրքրված են այդպես կոնտենտով։ Մինչդեռ մնացած երկրներում ամենաշատ թիվը եղել է 5,000։ Սա մասին է խոսքը։ Սա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, որտեղ նախագահից միջև գլխավոր դատախազ պետաֆիլ է։ Քանդվելա։ Այս մասին գիտեն բոլորը։ Այս արդյունքները քվեարկության, հա, որ Գելապը կազմակերպել է, իմիջիալոց այն քվեարկությունը Գելապն է կազմակերպել։ Հենց դրա մասին է ասում։ Ու սա Թրամփը գիտի։ Ու արդեն ասեն բոլոր ընտրություններին պարտվել է, բոլոր միջանկյալ ընտրություններին, միջև հիմա ինչ եղել է, բոլոր տեղերը պարտվել է հենց ամենահանապետական նահանգներում։ Ու դեռ պարտվելի է, որտեղ դեռ շարունակում են ընտրությունները։ Զուգահեռ հասակում է նաև Լիբանանի վրա։ Երկու շաբաթում, մոտապես 2 շաբաթում, ինչքան հիմա պատերազմը իրանում է, 570-ից ավել մարդ է սպանվել Լիբանանում, 750,000 մարդ արտագաղթել է։ Ու սրա հովանավորն է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Գրողը ասողը Բեն Սանդերսն է։ Ասում է, սա արդեն հնարավոր չի։ Սա արդեն հնարավոր չի անտեսել։ Մենակ Իրանի պատերազմը չի։ Իսրայելը օրեկան ռեժիմով ռմբակոծում է Լիբանանը։ Քանի որ ես շատ եմ խոսում հրեաներից, ես ասեմ, որ Նյու Յորքում կան նաև այսպիսի հրեաներ, որոնք ոչ պատերազմի լոզունգներով բաներ են անում, միտինգներ են անում։
ցավոտ այդ նկարը փակվեց, բայց ես պետք է ասեմ, որ հրեական համայնքը Նյու Յորքում ոչ պատերազմին պլակատներով այսօր մեծ միտինգ էր անում այս Նյու Յորքում։ Այո, կան այդպիսի նաև հրեաներ, որոնք հասկանում են ինչ է նշանակում, ինչի համար է պատերազմը, Իրանի դեմ պատերազմը։ Իսկ այս տեսանյութը ուզում դուք լսեք ինչով է զբաղված եղել Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Мы убили 38 миллионов человек. 38 миллионов человек. Масштаб разрушений, которые мы причинили Ближнему Востоку за последние годы, просто поражает. Если задуматься о последствиях войны в Ираке, о том, что мы творим в таких странах, как Венесуэла, Куба, Иран, то становится понятно, что мы используем свое огромное экономическое влияние, чтобы морить людей голодом, заставлять их страдать, наказывать их, чтобы они восстали против своего правительства. Вы понимаете, что именно это мы делали в Венесуэле, именно это мы делаем в Иране. Мы жестоко наказываем этих людей. Учитывая все это, мне очень сложно говорить о США как о благородной стране. Չիկագոյի համալսարանի պրոֆեսորն ասում է 38 միլիոն մարդ ենք մենք սպանել Իջին Արևելքում։ Նախորդ ասեմ, որ այդ բոլոր պատերազմների պատվիրատուն եղել է Իսրայելը։ Բոլոր։ Ու մարդիկ գրել են 5 տարի մեջ 7 երկիր պետք է ավիրեին իրանք։ Տվել են ցուցակը, դες պետք է լինի։ 38 միլիոն արաբ են սպանել։ Վերացել են երկրներ։ Ու ասում ես ամեն ինչից հետո ես դժվարությամբ կարող եմ ասել, որ իմ երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգները դա բարոյական քաղաքակրթության տեղ է ընդհանրապես։ Անբարոյական քաղաքականության տեղը այնքանով, որքանով մեդիան կարողացել էր տեղի բնակչությանը համոզել, որ այս պատերազմները հենց Ամերիկայի Միացյալ Նահանգների համար են արվում։ Մի բան, որ հիմա չի կարողանում անել։ Դրա համար էլ այս -25-30%-ները, որ մենք տեսնում ենք Թրամփի, հենց այս մեդիայի կորուստի արդյունքն է, ինչի մասին ես ամեն նորվա ռեժիմով եմ խոսացել, որ աշխարհը փոխվել է, գործիքակազմերը փոխվել են, մարդկանց գիտակցությունը իհարկե դե փոխվել է եւ նույն մեթոդներով շարունակել Իսրայելը այլևս չի կարողանալ։ Եվ որպես հետևանք Թրամփի կորուստից հետո կորելու նաև Իսրայելը։ Թե տակ ինչ կմնա, ինչ ֆորմատով կմնա, իհարկե ժամանակը ցույց կտա, բայց դա չի մնալու այն վիշապի տեսքով, որը որ հիմա է, եւ վիշապի հնարավորություններով ամենակարևորը։ Նա վերադառնանք Հայաստան։ Տեսանք մեր ընկերներին։ Այո, որ վախտին ընտրեցինք ոչնչության, այսօր վերած հասցրեց այսօրվան։ Աղքատ քաղաքացի չէր լինի Հայաստանում, եթե նման վարչապետ, նման ղեկավարություն չունենար։ Էնի մտածում է իր մասին, ՔՊ-ի մասին, ՔՊ-ի մանգլավիկների մասին, Ալան Թալանի մասին, որտեղից ինչ թալանա, որ ժողովրդին նեղության մեջ գցան մի բաներ ավելի սեղմած ցեխի մեջ, այսպես կարելի ասել։ Ամեն դեպքում չեմ կարծում, որ այդպես է։ Մարդը աղքատ ապրում իշխանությունից։ Իշխանությունները որ լավ են, մարդը աղքատ չի ապրի։ Իսկ որ ասում է կառավարության հոգսը չի, որ մարդը աղքատ է։ Դա սխալ երևի իմ կարծիքով սխալ է։ Այդ արտահայտությունը չպետք է անի։ Ես աֆորիզմ ասեմ։ Եթե մի երկրում աղքատություն կա, նշանակում է իշխանությունը կոռումպացված է։ Վերջ, սա աքսիոմա է։ Հիմա բնականաբար այս մարդիկ չգիտեն, որ այդպես աքսիոմա կա։ Բայց դա կա։ Եթե միտեղ աղքատություն կա, նշանակում է ռեսուրսները չեն բաշխվում արդարաբար եւ կառավարման համակարգը կոռումպացված է, նաեւ ոչ արդյունավետ։ Սա աքսիոմա է, մնացածը բոլորը հեքիաթներ են։ Լսենք, բայց իրենք ինչ են ասում։ Շատ սխալ բան ասում։ Մարդուն թե հնարավորություն ունի, որ աշխատի, հարստանա։ Բա ում հոգսն է։ Աղքատությունը այս կառավարությունից է գալիս։ Բա ում հոգսն է։ Ում հոգսն է։ Եթե իրաց հոգսը չի։ Հայաստանի Հանրապետության ամեն քաղաքացին է կառավարության հոգսը։ Կառավարությունը ամենացածր դասից մինչև ամենաբարձր դասը ու ոլորտային էլ նաև աշխարհի կյանքով ապրող մարդկանց կառավարությունն է,
հոգևոր կյանքով ապրող մարդկանց կառավարությունն է։ Այսօր ասում են, չէ, քահանան ինչ գործ ունի, դա քաղաքական ինչ-որ պրոցեսներին մասնակցի, ինչ գործ ունի քահանան, դա միտինգին մասնակցի, ինչի քահանան այս ժողովրդի մի մասնիկն է, հասարակության մի անդամ է։ Այդ կառավարությունը բոլորի մասին պիտի մտածի։ Համընդհանուր ինչ-որ արտահայտություն անելը չեմ կարծում, որ տեղին է, մեր ժողովուրդը ուղղակի պետք է ժողովրդին հատիկ բացատրենք, ներկայացնենք ինչ իրավիճակ է, բայց նաև մեղք չգործելու համար ասեմ, որ մենք լուրջ կրթական խնդիր ունենք։ Մեր հասարակության մեջ լուրջ կրթական խնդիր կա, քաղաքացիական հասարակություն ձևավորելու խնդիր կա, որտեղ մեր հասարակությունը այսօր չի տարբերում կոպիտ ասած ճիշտ ինֆորմացիան սխալ ինֆորմացիայից։ Իշխանությունները ֆեյքերի միջոցով հասարակ ժողովրդին կարողանում են մոլորեցնել։ Այդ մի բանը իրանց մեջ շատ լավ ստացվում է։ Միակ բանը վստահ։ Տարիների ընթացքում ինչ է ստացվել Նիկոլ Փաշինյանի մոտ։ Ոչ բան է։ Խափել է մարդկանց խափել մինչև հիմա խափում է, ինչքան կարելի է խափել։ Իրան հրապարակում կախելու են քիչ է մնացել։ Ում ձերքի տակ կոնյակ կամ գինի կա, ամենք ես գործերի կենաց, ես հաղորդումը ավարտում եմ։ Ասածդ իրականացնենք, այլ չէ։ Հերովդես 2000 մանուկ կոտորեց, ամբողջ պատմության մեջ մնաց մանկասպան։ Այս մարդը 5000 երեխա հայրենիքի կեսը տվեց։ Հələ խոսում եմ բանանը։ 600,000 մարդ, եթե թեկուզ 600,000 մարդ իրան բանում, մեր ազգի խայտարակությունն է։ Եթե 600,000 մարդ Նիկոլա Փաշինյան, մեր ազգի խայտարակությունն է։ Դուք հավատում եք, որ 600,000 մարդ Հայաստանում մանկասպան է։ Մարդասպան, սերիական մարդասպանի կաջակցի։ Դեն իրան 150,000, լավ 200,000։ Բայց ոչ մեր շատ 600,000։ Կերծելով, բաներում, սաղի այդան ասում։ Հակում է, որ Արցախի պաշտպանության բանակը կա և Արցախի պաշտպանության բանակը շարունակելու է գոյություն։ Սա գիտեք երբեր, որ ինքը մազից էր կախված, այս տականքը, մազից, սանթիվնա, Արցախը սպանել է արդեն, բայց ինքը խոսում է, որ Արցախի բանակը կա, հուսով են բանել, լսեք։ Եվ Արցախի պաշտպանության բանակը պետք է, սա նշանակում է, որ Արցախի պաշտպանության բանակը կա և Արցախի պաշտպանության բանակը շարունակելու է գոյություն ունենալ։ Եվ Արցախի պաշտպանության բանակը պետք է զարգանա, պետք է հզորանա և պետք է նաև երաշխավորը լինի Արցախի ինքնիշխանություն։ Ով ես խոսքերը լսել է հիշում է, ու այսօր աջակցում է Փաշինյան Նիկոլին, բայց դրանց ոչ չասես, դու անառակի ծնունդ ես ամենակատարյալ ձևով։ Ասինքն խոսք չկա դրանց մասին։ Խոսք չկա, այդ որակի մարդուն նկարագրել, խոսք չկա, այսօր Արցախ բառ ասում, ով է որ Արցախ բառ ասի, պետական աշխատող Արցախ բառ ասելու համար, ինքը աշպանից է ասում։ Դա Ղարաբաղի մասին կա դրույթներ, իհարկե կա։ Կարող էին գնալ, շարունակել այդ դրույթների հետևից գնալ տենց բուլդոզերի նման, կարող էինք, բայց կկորցնեինք մեր պետությունը։ Սա նշանակում ավելի լավ է կորցնենք ձեզ։ Ու կորցնենք ձեզ։ Շատ շուտով։ Սեննենք։ Պարգևավճար չտանք, կտրենք պարգևավճարները այս ամբողջ պետական համակարգի, կարանք թոշակները ավելացնենք 1000 դրամով։ Լավ, թոշակառուների թոշակ ամսական 11,000 դրամով կամ 10,400 դրամով ավելացնենք։ Ինչ անել թոշակառու։ Այդ գումարը ինչ անելու, ինչի վրա ծախսելու։ Ինչի մենք մարդկանց տանք այդ փողը, որ ինքը չիմանա, թե ինչպես այդ փողը արդյունավետ օգտագործի։ Ապրիլի 1-ից կենսաթոշակները Հայաստանի Հանրապետությունում կբարձրանան։ Ցածր թոշակները կբարձրանան։ Դուք նկատեցիք ձայնի, որ հիշում եք առաջին օրը որ ասեցի, այդ ձայնի ինտոնացիան ասում եմ ինքը այնքան դժբախտ է,
այնքան չի ուզում այդ խոսքեր ասել, դուք զգացեք Զադորա կրակը խոսքի մեջ են հայտարարության որ ով են դրանք ծախսել չգիտեն իրանց ինչին է պետք 13000 դրամով կամ 10400 դրամով ավելացնենք ինչ անել թոշակառը այդ գումարը ինչ անել ինչի վրա ծախսել ինչի մենք մարդկանց տանք այդ փողը որ ինքը չիմանա թե ինչպես այդ փողը արդյունավետ օգտագործի ապրիլի 1-ից չկա նախկին էնտուզիազմը ապրիլի 1-ից մինչդեռ ապրիլի 1-ից թոշակ ենք բարձրացնում սա պետք է լիներ եթե դա իրական լիներ չէ իրան ասել են արա կործանվում ենք պրապալի շեֆ մի պրապալի մի բան արա այսի ապրիլի 1-ից որտեղ գիտի դից փոկելաստեն տա միջև այդ կոնտրակաշարքը էլի հունիսից ասելով փող չունենք չկա փող վերջ կենսաթոշակները Հայաստանի Հանրապետությունում կբարձրանան ցածր թոշակները կբարձրանան 10000 դրամով Սիրելի թոշակառուներ, եկեք նախարարով պայմանավորվենք, որ ինչ է լինի, դուք ձեզ խաբված չեք համարի։ Նույնիսկ եթե ընտրություններից հետո հանկարծ պարզվի, որ այդ 10000 դրամը դուք չեք կարողացել նպատակային ծախսել եւ մի գեղեցիկ որոշմամբ այն նորից հետ իջեցնել։ Չէ՞ որ սա Փաշինյանն ու ՔՊ-ն են։ Շնորհակալություն Մարիա Պետրոսյան։ Շնորհակալություն։ Շատ տեղին է դիպուկ էր։ Եվ սանով ուզում եմ ավարտեմ։ Եթե մենք չընտրվենք ծիկրովկա չի լինի, ձեզ նախկիններով վախեցնող չի լինի, ազգին սև ու սպիտակի զոմբի ու պիցայեկերների բաժանող չի լինի, Հայաստանի հայ ու սփյուռքի հայ բաժանող չի լինի, Արցախ բարի համար ձեզ ոչ մի բան չի լինի, թուրքերը Հայաստանում չեն լինի։ Եթե մի հատ էլ լսենք էլի, որ սրանք չլինեն ինչ մենք չընտրվենք ծիկրովկա չի լինի, ձեզ նախկիններով վախեցնող չի լինի, ազգին սև ու սպիտակի զոմբի ու պիցայեկերների բաժանող չի լինի, Հայաստանի հայ ու սփյուռքի հայ բաժանող չի լինի, Արցախ բարի համար ձեզ ոչ մի բան չի լինի, թուրքերը Հայաստանում չեն լինի։ Այո։ Ու մենք ամեն ինչ կանենք, որ հենց տենց են, որ դուք չլինեք։ Ամեն ինչ, նույնիսկ անհնարին է։ Այս լավատեսական մոտայվը այսօր ավարտում է։ Լավ մնացեք։